Սրտի տանիքներով Մուսա Production Բայց ինչ չքնող ծաղիկներ են նարվել։ Դե ջենտլմեն ուրիշ արի, զգացված եմ։ Այնքան ուրախ եմ քեզ մեր տանիքում տեսնելու, էն էլ ես չքնող հեքիաթային տանիքում։ Իրոք հեքիաթային է շատ։ Ասեմ, որ CBS-ի տանիքն է ու իրենք միշտ մեզ հյուրընկալ կերպով ընդունում են ու մեր հյուրերը այս տանիքը շատ են սիրում, ասում են քո սիրուն տանիքն ենք գնալու։ Հիմա քեզ վերել ենք մեր սիրուն տանիքը։ Այ սովորաբար մարդ որտեղ որ ծնվում է, այդտեղ է իր տունը համարում։ Բայց դու այնքան վաղուց ես արդեն Հայաստանում, չնայած որ Թեհրանում ես ծնվել։ Հիմա երբ որ գնում ես Թեհրան, այդ սիրտդ այնտեղ ավելի է բաբախում, կարոտում ես որպես տուն, թե միևնույնն է արդեն քո տունը Հայաստանում է։ Հաճախ այդ հարցը ինձ տալիս են, որպես ծննդավայր, ես մարդ ընդհանրապես առաջին անգամ սիրահարվում է, չէ՞, ասենք իր կյանքում, իմ առաջին սիրահարվելը եղել է դա Հայաստանին։ Ես չեմ կարողացել սիրել ինչ-որ մի աղջկա կամ, առաջինը դա չի եղել։ Երբ 9 տարեկան էի ու առաջին անգամ մենք եկանք Հայաստան, 92 թիվն էր, առաջին անգամ օդանավները արդեն եղավ այդ ավիակամպանիաների ու ես եկա ու սիրահարվեցի ու այդ ժամանակվանից ես ասել եմ, որ տեղափոխվելու եմ ու ապրեմ Հայաստանում։ Ես յուրաքանչյուր ճանապարհորդությունից հետո, երբ օդանավը վայրեջկա կատարում ու իջնում եմ, աստիճանները իջնելուց հետո օդանավի ես իջնում եմ ներքև, ձեռքս դնում հողի վրա 5 վայրկյան։ Հուզվեցի։ Տեքստ ունեմ, որ իմ մեջ եմ ասում, ոչ մեկը չգիտի, ձեռքը սպաչում եմ ու նոր մտնում եմ ես։ Ես սիրում եմ այս ամեն ինչ։ Ես իրոք ոչ մի տեղ աշխարհի ոչ մի ծայրամասում չեմ կարող լինել այս հողի նման ամուր, ինձ զգամ ամուր, ինձ զգամ ինքնավստահ, չկա, այդպես բան չկա։ Իսկ ինչ վերաբերում է ծննդավայրի հետ կապված, ոչ մի զգացողություն, կարոտ, նմանատիպ բաներ չկա, պարզապես մայրս ու քույրս, իր տղայի եւ ամուսնու հետ քանի որ այնտեղ են, ու կան բարեկամներ, եթե լինում առիթ գնալու, պարզա իրանց տեսնելն է, միայն ու միայն դա, ուրիշ ոչ մի բան։ Իսկ քանի որ հիմա այնտեղ անորոշ վիճակ է, այս պատերազմական, իրենք եկան քեզ մոտ, թե դեռ այնտեղ են։ Չէ, դեռ այնտեղ են, վիճակը այդ ծայրահեղ վիճակը չի, միշտ պատերազմների ժամանակ ապացում դրսից, լուրերն են մարդու այդ տագնապի մեջ բան, բայց նորմալ է դա վիճակը։ Այսինքն դեռ հանգիստ եք քնում գիշերները։ Այո։ Նարբե, իսկ օրինակ նենց հետաքրքիր է մանկության օրերին ինչպիսին էիր ու այն ամենավառ հիշողությունդ կուզեմ ինձ պատմես, որովհետև ես քեզ հիշում եմ ինստիտուտի տարիներից։ Գիտես, ինձ թվում է դու միշտ կազմակերպված ես շատ եղել։ Այսինքն ո՞նց ես հիմա դու ունես քո բիզնեսը, Աստղիկի հետ ես նայում եմ, օրինակ հետևում եմ ձեզ Instagram-ով, ավելի շատ Աստղիկի սթորիներն են։ Չկամ սոցցանցերում։ Չէ, բայց ինչ եմ ուզում ասել, այնքան իդեալական զույգ եք, այսինքն այդ ընտանիքի սիրուն մոդելը, ապրելակերպի էսթետ մատուցելը, այն ժամանակ դու նկարում էիր այդ ընտանեկան պատմությունները ու այդ նկարելու համար, ինքնուրույն դա ձեռնարկելու համար դու դեռ ուսանող էիր, չէ՞։ Այսինքն այնքան պետքա մարդ կազմակերպված լինի, որ այդ ամիջը կարողանա գլուխ բերի։ Բայց դե քեզ մոտ ի սկզբանե հենց տենց դրված էր, որ տենց էլ պիտի լինի։ Դա գալիս է հենց փոքրուց, դաստիարակությունից, գեներից։ Վերջերս Քավորից կնոջ հետ, մեր երեխաների, ընտանիքի քավորի կնոջ հետ խոսում էի, որ ինքը հոգեբան է եւ դոկտորականը պաշտպանեց վերջերս։ Հենց այս թեմայի շուրջ էինք խոսում։ Շատ բան չի փոխվում մարդու մեջ։ Այսինքն տեսակը ինչը կա, շարունակվում է, իհարկե փորձդ մեծանում է, իհարկե նստվածքը կա, այդ ամեն ինչը կա, բայց շատ բան չի փոխվում։ Եթե դու ակտիվ ես, եթե պասիվ ես, պարզապես այդ փորձը շատ հաճելի է, որ արդեն դու կայուն քայլերով ես այդ ամեն ինչը անում, որովհետև դու փորձ ունես։ Ինչ վերաբերում է
ուսանողական տարիներին իհարկե այդ երկրորդ կուրսում եմ մտածել այդ պրոյեկտը, որը 7-ից 8 տարի եղավ եթերում եւ այսօր իմ կայացած վիճակը Հայաստանում հենց այդ երկրորդ կուրսից է սկսվել, որովհետեւ իրոք ես ուր մտնում եմ ճանաչելը դե իր ազդեցությունը ունի, իհարկե խանգարում էլ պահել լինում, բայց դա շատ ինձ օգնեց եւ ես սիրում եմ կազմակերպելը, ես սիրում եմ ստեղծելը։ Երբ ես ստեղ մտա, առաջին բանը, որ ասեցի, այստեղ մշակույթ կա։ Այստեղ մենակ բիզնես չի, որովհետեւ շենք շուշ բոլորը սարքում են, բայց այստեղ կա մշակույթ, այստեղ կա հոգի կա դրված եւ այս եմ սիրում, պետք է ստեղծես։ Երբ ապրում ես, պետք է կարողանաս ստեղծել։ Դա շատ կարեւոր է։ Այ հիմա կուզեմ էլի հետ գնանք մանկություն։ Ինձ թվում է Թեհրանում ծնված երեխայի մանկությունը մի քիչ տարբեր է այստեղ Երևանում ծնված երեխայի մանկությունից։ Ինչ առանձնահատկություններ ես հիշում։ Ինչն է վառ տպավորվել քեզ մոտ։ Շուտ արտասովոր բան որ ասեմ, այնտեղ էլ երբ փոքր էի, այ հիմա էլ այդպես, հա, այնտեղի երեխաների հետ մի քիչ դժվար էր լինում այդ շփումը, զգում եմ, ու երբ ես առաջին անգամ եկա ու այստեղ հիշում եմ հրապարակի այդ լողավազան, ես լողացել եմ, կեղտոտ ջուր էր, ու մենք մնում էինք Արմենիա հյուրանոցում, այն ժամանակ Մարիոթ չէր դեր, Արմենիա 1 եւ 2, երկուսը թատրոնի հետևի կողմից էր մուտքը եւ առավոտյան ժամը 7-ին դռները թակում էին, ասում էին ջրերը տվել են, հելեք լողացեք, որտեղ այն ժամանակ տենց էր։ Ու ես ստեղ ինձ ուրիշ ձև եմ զգացել, ինձ համար ժողովրդի հետ շփումը այստեղ շատ ավելի հեշտ է, իմն է, երբ մի բանը քոնն է, դա բացատրություն չունի։ Գիտես ինչի, որտեվ ես ու դու ծանոթացել ենք դեսպանատանը։ Այո, Ամերիկայի դեսպանատանը, որ ձեզ վիզա տվեցին, ցավոք ձեզ չտվեցին։ Մեզ չտվեցին։ Ես, Աստղը, Սարոն, Ամերիկայի, հիմա Ամերիկայում բնակվում ու 4 հոգով մեզ վիզա չտվեցին։ Բայց դա 20 տարի առաջ էր, զամասեմ։ Գիտես մենք սկսեցինք խոսել, նա ոնց որ իրար վաղուց գիտենք, դեմքով երբ որ մարդուն իմանում ես, հետո շփումը իհարկե ավելի հեշտ է ստացվում։ Հիմա այ բիզնեսում քեզ երբ որ դեմքով ճանաչում են արդեն մարդուն, մի տեսակ վերաբերմունքն էլ է, չէ՞, փոխվում։ Մարդիկ ավելի ինձ թվում է սիրով են այդտեղից ուզում ինչ որ քեզ հետ եւ գործ բռնել եւ ինչ որ բիզնեսիդ հետ առնչություն ունենալ, այսպես ասեմ։ Հեռուստատեսությունն է, եթերը, էկրանը, իմ կարծիքով ամենակարևոր բանը, որ տալիս է մարդուն վստահությունն է, որովհետև այդպիսի կարծրատիպ կա, էկրանից այն կողմի մարդը չի կարող վատ մարդ լինել։ Այդպես բան կա, չէ՞, միշտ էլ երբ որ շփվում են, մտածում են դե չխաբել չի լինի։ Եվ այդ ամեն ինչը քեզ իրոք ավելի ապարտավորեցնում, դու պետք է շատ զգույշ լինես, որովհետև մարդիկ եթե այդպիսի բանով մոտենում են քեզ, որ վստահում են քեզ, դու եթե հանկարծ ուսախաբանես, դա շատ վատ է։ Ինչ վերաբերում է քո հարցին, հեռուստատեսությունը ինձ շատ օգնեց, որպեսզի ես կարողանամ ժողովուրդը ինձ վստահում են շատ հարցերում, երբ դու պետք է նոր սկզբից ներկայանաս, ես էլ ներկայանալու խնդիր չունեմ։ Իսկ ինչ վերաբերում է բիզնեսի հարցում, օգնել է ժողովրդի վստահության հարցում, բայց ծելեն եւ բիզնեսը դրանք լրիվ տարբեր բևեռներ են, կապ չունեն։ Կարող ասել դե բիզնեսը դա էլ ծելեն, իհարկե ես ծելեում եղել եմ պրոդյուսեր, ռեժիսորը, դերասան, այդ ամեն ինչով ես եմ զբաղվել, 33 հոգանոց թիմին ես եմ պահել ամբողջ այդ հաշվարկները, բայց ամենայն դեպս ծելեն լրիվ ուրիշ մաքուր ու պարզ աշխարհ է, երբ որ դու մտնում ես բիզնես, բայց սա ուրիշ չելենջ է, ավելի հաճելի է, ինքը ավելի հզոր է, ինքը ավելի հզոր է։ Ռիսկեր է, բայց չէ պահանջում։ Ու հաճելի է այդ ամեն ինչը, որովհետև դու արդեն թաթախվում ես մի հատ մեծ օվկիանոսում, որը միայն ու միայն քեզ լողալն է փրկում, ուրիշ ոչ մի ելք չունես, կանգնել չկա, վայ հոգնել եմ չկա, всё, արդեն պետք է առաջ գնաս։ Իսկ ինչպես ստացվեց, որ օրինակ որոշեցիր, որ հեռուստատեսությունը թողնում ես, ընտանեկան պատմությունները ավարտվում են, ու հիմա մի հատ նոր փուլ է քո կյանքում սկսվում, բիզնես, որը որ համենայն դեպս լրիվ ուրիշ ոլորտում, որը որ քեզ մինչ այդ ինձ թվում է ծանոթ չէր։ Այո։ Չեմ սիրում ջրի վրա այսպես տեղում մնալ, այդ ռելաքսը իմը չի։ Ես անընդհատ չելենջ եմ սիրում։ Ես գիշերը ժամը 2-ին արթնանում եմ, հեռախոսից մեջ բան եմ գրում, որովհետև այդ մտքին քնած ժամանակ եմ ես մտածում ու գրում եմ թե վաղ ինչ պետք է անեմ, նոր միտք, նոր իդեա, նոր ձեռքբերումներ,
Ծելեում արդեն 13 թվականներ, երբ ես զգացի այս սոցմեդիան, հա, ինքը շատ արագ տեմպերով առաջ է գնում։ Դե դու էլ գիտես, որ հեռուստատեսության միակ եկամտի աղբյուրը դա գովազդն է։ Այո։ Եվ ես մտածեցի, որ եթե այս տեմպով առաջ ենք գնում եւ ամեն ինչ դառնալու է հեռախոս, լավ էլ ինչ գովազդ։ Այդ գովազդն էլ է այդտեղ լինելու եւ օր-օրի հեռուստատեսության կյանքը սկսելու արդեն մահանալ։ Եվ այդպես էլ եղավ։ 13 թվին երբ որոշեցի, որ դուրս են գալու, աստղը համաձայն չէր, բա պատկերացնում ես այսքան տարվա մեր կարիերան, ասացի, «Սյո, ամեն մի սկիզբ ավարտ ունի» եւ ես կարծում ավարտը արդեն մոտենում է եւ արի միջև մոտենալը մենք դուրս գանք, որովհետեւ այդ ժամանակ ավելի դժվար կլինի։ Հեռուստատեսությունը շատ լավ գիտես, ընդհանրապես արվեստը դա քրոնիկ հիվանդություն է, որը քո արմատների մեջ է ու ոչ ոք քեզ չի հասկանում, բացի այդ դաշտի մարդիկ։ Եվ ես էլ էի տառապում մի ժամանակ այդ ամեն ինչով, բայց չգիտեմ, բարեբախտաբար կարողացա ճիշտ ժամանակին դուրս գամ ու չեմ փոշմանել իմ քայլիս համար, որովհետև հիմա ինձ համար հեռանկար ես չէի տեսնելու։ Իսկ նայ, օրինակ բիզնես դնելը բնականաբար որոշակի մայր գումար է, չէ՞, պահանջում, որ դու այս գումարը ներդնես ու այդ բիզնեսը սկսես։ Դու ինքդ ունեիր այդ գումարը, թե ժառանգություն էիր ստացել։ Ես հիշում եմ բոլորը ասում էին Նարբեն ժառանգություն է ստացել։ Դե շատ անկեղծ եմ ասում։ Ես 0 չեմ եղել, ես մինուս եմ եղել։ Իսկ կոկոնից Նարբե։ Ես օր եղել ու միակ մարդը, որ իմ կողքին էր, դա աստղն է, ես 100 դրամ չեմ ունեցել, որ մենք տրանսպորտով գնանք տուն։ Բայց ես մի բան եմ զգացել, շատ եմ ուսումնասիրել, որ ասում են, կա չէ, տենց կարծրատիպ հարուստների երեխաները չեն հասնում հաջողության, նայ դու պետք է քո մաշկի վրա ցավը ապրես, միջև այդ ցավը չապրես, չես հասնի հաջողության։ Այդ դժվարությունները Տառապանքի միջով պետք է անցնես, երբ որ փողը բերում են քեզ տալիս են, դու չգիտես, որ փող չկա գրպանտ ու չես կարող տուն գնալ։ Այդ ինչքան ուզում եմ պատմի։ Ինչքան ուզում ես դու այդ փողը թող տանը լինի, բայց դու տրանսպորտով չես կարողանում գնաս տուն, ոդկով գնա։ Այդ չի։ Դու պետք է ապրես, այդ ամեն ինչի միջով անցնես, այդ անհաջողությունները մաշկիդ վրա զգաս։ Անհանգստությունը տագնապը, երբ որ ինչ ես անելու։ Հա, մեկ լինում է, որ երեխաներից հետ որ մի բան լինում ուզում եմ մի քայլ անեմ ու իրանք հանկարծ չընկնեն, ասում եմ մի արա թող ընկնեն։ Այդ անհաջողությունը, այդ պարտվելը, այդ ամեն ինչը պետք է կյանքում զգաս, միջև չես զգում կյանք չի։ Պես հիմա ինձ թվում է այն մարդիկ, ովքեր որ դիտում են մեզ, այլ ավելի այլ կերպ են գնահատելու այն ինչ որ դու հիմա ունես ու այն ինչ որ սովորաբար մենք ամեն օր տեսնում ենք Աստղիկի Instagram-յան էջում այդ գեղեցկությունը, այդ կենցաղը, հետո Աստղը ինքը իր տեսակով էս թե տանք սիրում ամեն ինչ սիրուն անել։ Ես տեսնում եմ ձեր նախաճաշները կամ չգիտեմ ընթրիքները, ինքը սիրուն է ամեն ինչը դասավորում է։ Սովորաբար մենք տանը շատ երբ որ լինում ենք, չէ, արագ ինչ որ բան ենք պատրաստում, կապ չունի ինչ ափսոյով դրեցինք, ոնց դրեցինք եւ այլ, բայց ձեր ընտանիքում ես նկատել եմ կա այդ մշակույթը միասին սեղան նստելու, գեղեցիկ օգտվելու, մի անգամ Աստղի հետ որ խոսում էինք, ասեց քնար, ես փոքր ժամանակվանից տենց է, գիտես, ես ուզում եի, որ այդ ամեն ինչը սիրուն լինի ու ես հաճույք ստանամ այդ process-ից։ Հաճախ ես լսում եմ ինֆլուենսերները, բլոգերները, հայտնի մարդիկ այդ ամեն ինչ անում են, որովհետև պետք է երևան եւ կադրում ցույց տան։ Կուլիսներում իրանք տես չեն։ Ես շատ կուզեի որ տես լիներ, բայց Աստղը կուլիսներում էլ է տենց ապրում։ Պերֆեկցիոնիստ։ Աստղը եթե 20 րոպե ժամանակ չունենա սուրճին հատկացնել, ասես արագ նա սուրճ տնենք, ժամանակ չկա, խմենք գնանք, կա տես բան։ Ինքը պետք է նստի, այդ բաժակները տենց դնի, կոնֆետը կողքին գնի, ինքը դա սիրում։ Ինքը ինչ անում է կադրում, ինքը իրոք հենց դա է եւ դրա համար էլ կարող եմ ասել այդ ձեռագրի մեջ ամենակայացած մարդկանցից մեկն է, որ ինքը հասավ դրան, որովհետև ինքը չի խաղում։ Ինքը անում է այն ինչ որ կա։ Մեր կյանքում տենց է, օրինակ մեր երեխաները երկուսն էլ Մոնտեն Շուշին արագ ամեն ինչին իման են, արյան արագ են անում, բայց Աստղը հանգիստ, ռելաքս, ինքը պետք է շատ հանգիստ անի այդ ամեն ինչը։ Բայց այդ գեղեցկությունը քեզ դուր է գալիս, չէ՞։ Կենցաղում։ Ինձ ինքն է դուր գալիս։ Ինքը ինչ անում է։ Ու ես ուրախ եմ, որ ինքը ուրախ է։ Երբ ես տեսնում եմ ինքը թիթեռի նման այսպես կարող եմ ազատ թռնի,
ես կանգնած նայում եմ ու հիանում եմ, որովհետև մի քիչ կարողա կոպիտ թնչի, բայց դա իմ շնորհքն է, որովհետև ես կարողանում եմ տալ, պատկերացնում ես, ինքը ինչ ուզում է անի, ես միայն ու միայն իր կողքին եմ, ես մեջք եմ, թիկունք եմ իրան, ես ոչ մի ժամանակ իրան չեմ դնում ոսկե վանդակի մեջ, որ ես հիանամ, ինքը պետք է իրան լավ զգա, ու երբ ինքը այդպես ազատ է ու թռնում է հաջողության հասնում, ես վայելում եմ այդ ամեն ինչը։ Բրավո։ Գիտես, բայց ես հիշում եմ, որ դուք այ նույն դեսպանատանը որ հանդիպեց։ Դու աստղը ուղակի ընկերներ էիք։ Մենք դեռ ամուսնացած չէինք։ Դուք ամուսնացած չէիք ու պարզապես ընկերներ էիք, համենայն դեպս այլ հարաբերություններ չէինք նկատել ինչ որ։ Ուզում ասել, այդ սերը ընկերությունից ծնվեց իրականում։ Թե հենց առաջի օր իրան տեսար, սենց սիրտդ շատ արագ բաբախեց։ Հաղորդումը երբ արդեն մտահղացում եղավ, իմիջայլոց այդ եղավ երկրորդ կուրսում մեր էտյուդների այդ սցենարները պետք է գրենք, ես կինոյի ռեժիսուրայի բաժնում եմ սովորել ու ավարտել։ Երկրորդ կուրսում երեկոյան նստած եմ տանը մենակ էի ապրում դե։ Մի շիշ կոնյակ եմ դրել, այդ կոնյակը խմում եմ ու գրում եմ էտյուդներիս համար սցենար ու ծնվեց ընտանեկան պատմությունները, երբ որոշեցի, սկսեցին կաստինգ անել, մոտ մի 20-25 աղջիկներ էին եկել այդ կաստինգին մասնակցել, դե չէինք գտել մեր ուզածին։ Այդ օրը եւս մի 25 հոգի մարդ կենտրոն հեռուստատեսությունում էին գնացել էին կաստինգի, աստղը 7-րդ կամ 8-րդն էր, ու դեռ հերթում 15 հոգի սպասում էին, աստղը երբ արդեն այդ կաստինգին մասնակցեց, մենք տեսանք ես ու ռեժիսորը այն ժամանակ ուրիշ ռեժիսոր կար Դավիթներ, ասենք նայեցինք իրան, ասենք կներեք այսօր գործեր կան, հետո մենք ձեզ կզանգարենք, մնացածից էլ ոչ մի կաստինգ չենք կան։ Ու աստղի հետ երրորդ հանդիպման ժամանակ էր թատերական ինստիտուտում, երբ սցենարները իրար հետ անցնում էինք, մենք միշտ այս բանը փորձում անել, բանային անում։ Այդ ժամանակ ծնվեց ու ամենակարևորը, որ ես եւ ինքն էլ ամեն օր քո հետ ասած սեղանի շուրջ նստելով եւ լիքը բաներ կարողա որ կադրում չի երևում կամ երևումը կարևոր չի ինձ համար, պետք է աշխատես այդ ամեն ինչը պահել նույն առաջին օրվա պես։ Ասելը կարող է մտածեն հեքիաթայինա, չէ, ես տենց եմ ապրում, որովհետև ես համարում եմ այս ամեն ինչը որ սենց սիրուն է, հա, պետք է տիրություն անես։ Հինա Թևոսյան ստուդիայում գնում մեյքափի ու մազեր, մի խոսքով իրենք են ապահովում իմ գեղեցիկ տեսքը եթերում եւ աղջիկներից մեկը ասեց, ով է հյուրը լինելու, ասեցի Նարբեն, ասեց լսի, ասեց, այն օրը նենց հետաքրքիր էր Նարբեն խոսում, ասեցի ինչ էր ասում, ասեց որ ես իմ կնոջը ամեն շաբաթ հրավիրում եմ գնում ենք ժամադրության։ Այո։ Ասում եմ ու դա ինձ այնքան դուր եկավ ու ես նենց կուզեի որ հասկացա որ յուրաքանչյուր կնոջ մոտ կա այդ ցանկությունը որ ինքը իր ամուսնու հետ կամ չգիտեմ ընկերոջ հետ որի հետ շատ երկար տարիներ է հանդիպի այնպես ինչպես առաջի օրերին էին հանդիպում որովհետև ամեն ինչ գիտես զգացմունքն էլ թմրել ունի անկախ ամեն ինչից այդ հարաբերությունները թմրում են ու որպեսզի դու դա կարողանաս պահես այդ զարկերակը ճիշտ զգաս դա խիստ անհրաժեշտ է լինում Օրինակ այդ ժամադրությունները քո միտքն է եղել ի սկզբանե թե աստղը հրել է քեզ մի քիչ Աստղը ամենակարևորը որ լսել է կողքից է եղել ու ինքը ինձ շատ է վստահում ես միշտ հետևյալն եմ ասում ցավոք սրտի 20 տարեկանում կամ 30 տարեկանում լինում են կյանքում դրվագներ, պայմաններ, որ դու դրա տեր ու տիրական չես, բայց արդեն 40-ում դու արդեն կայացած ես եւ այդ ամեն ինչը ավելի շատ պրոֆես կարողամ կատարես։ Հիմա 20 տարեկան ասում ես Երանի սան էի, Երանի վայ այդ քայլը անեի։ Okay, արի այդ Երանիները թողենք։ Այսօր ինչպիսի կյանք երազում ես, որ 60 տարեկանում պատմես 40-ի համար ապրի տենց։ Որ Երանի չասես, հիմա ու կարող ես այդ ամեն ինչը ստեղծես։ Հիմա ես, հա Երեկոյան գնում ենք քայլելու, գնում ենք իրար հետ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բան խմելու։ Կարևոր չի ընդհանրապես ինչը, պետք չի ինչ-որ
երևույթներ է այդ ամեն ինչը Գիտես, ես նկատել եմ երկու անգամ, մի անգամ ներկայացմանս եմ դες պատահաբար տեսել ու ինձ շատ հաճելի էր, ու վերջերս էլի պրեմիերայի էի վազում, տեսա դու աստղիկն եք վազում, հետո տեսա գայի ցուցադրությանը ձեզ նստած, այսինքն հասկացա, որ միասին տեղ գնալը դա մշակույթ է, այսինքն դուք այդ մշակույթը սիրում եք, միասին գնալ թատրոն, միասին գնալ ինչ-որ fashion ցուցադրության, բայց գիտես, այդ ամեն ինչը նաև մենք տեսնում ենք, իսկ լինում է նաև վեճեր, չէ՞, թե դուք աստղիկի հետ ընդհանրապես չեք վիճում։ Լինում է, որ տարբեր բևեռներում է ձեր կարծիքները լինում։ Մենք ընդհանրապես տարբեր բևեռների մարդիկ ենք, շատ տարբեր ենք։ Մեր կյանքի ընդամենը երկու դեպքը, որ մենք չենք հակաճառել մեկս մյուսին եւ միանգամայն ընդունել ենք մեկս մյուսի ասածը, դա մեր երեխաների անուններն ա եղել։ Իսկապես։ Մոնթե եւ Շուշի։ Ուրիշ ոչ մի դեպք ես չեմ հիշում մինչ օրս, որ ես ասեմ, օրինակ, եթե հաստեղ ինչ-որ մի բան ուտում, հա, ասի համովա ես գիտեմ, ես ուտեմ, ես չեմ Քեզ դուր չի գա։ Նորմալ է։ Եվ ընդհանրապես ես ավելին ասեմ, կին եւ տղամարդը տարբեր երակներ են իրանք։ Պետք չի իրար նման լինեն։ Կինը երբ զայրացած է, ներվայնացած է, ամբողջովին ուրիշ ձև է իրան պահում եւ ամբողջովին ուրիշ բան է սպասում, տղամարդը ամբողջովին ուրիշ։ Պետք չի մենք իրար նման լինենք։ Ես բան եմ անում, միշտ այդ տեքստը որ ասում են, գիտեք ինչ, բա եթե նման չեք, ո՞նց եք կարողանում։ Հա, այդպեսին ես հարգում եմ քո ամբողջովին ինչը որ կաս, այդպեսին տեսակը, ու ես էլ այդպեսին եմ, արի չփոխենք, արի վայելենք իրար։ Ես փաստորեն եթե քեզ չեմ հավանում որպես կին, հա, եւ ուզում եմ քեզ դարձնեմ մի ուրիշ կին, դե գնա այդ կնոջը գտի, այդ կնոջը ապրի։ Գիտես, սովորաբար մենք այ շատ նոր բան ասացիր, երբ որ կինը էմոցիոնալ է լինում, ջղային է լինում, դուք վիճում եք, ինքը ուրիշ բան է սպասում, տղամարդն էլ մեկ այլ բան է սպասում, բայց տարիների ընթացքում դուք սկսում եք իրար ճանաչել ու արդեն հասկանում ես, թե այս դրվագում դու քեզ ոնց պիտի պահես, այդ կոմպրոմիսն է ու արդեն իմաստնությունն է, որ դու տարիների հետ ձեռք ես բերում։ Այ մի դրվագ կասեմ, օրինակ ես ու ամուսինս որ կռվում էինք, լսի, ինքը տնից դուրս էր գալիս ու ես զանգում էի, ինքը չէր պատասխանում։ Դա իմ համար անտանելի էր ու ես կարող 25 անգամ զանգեին արբեր։ Մի անգամ հիշում եմ, դա շատ տարիներ առաջ էր, բայց մենք կռվեցինք ու ես հասկացա, որ ինքը հիմա դուրս է գալու։ Ես վազելով գնացի կուրտկասակա ու տանից դուրս եկա։ Գիտես ինչի, որտեղ չէի ուզում էլ զանգեի, ինքը չվերցներ։ Այսինքն այդ process-ը ու դա մեր վերջի այդպիսի վեճն էր, գիտես։ Հետո արդեն բնականաբար փոխվեց ամեն ինչ, բայց ուզում ասել, սկսում եք սովորել։ Հիմա երբ որ աստղը շատ ջղայնացած է լինում, դու գիտես քեզ ոնց պիտի պահես։ Թե հակառակը, երբ որ դու ջղայնացած ես լինում, աստղը լռում է, չգիտեմ, ոնց եք անում։ Կարող եմ ասել կյանքի առաջին 1-ից մինչև 5 տարիները դա երևի է ադապտացվելու, ամեն մեկը իրաննա դնելու, բա գիտես, այդ վիճակներն է, որը երբ անցնում է, դու հասկանում ես գորգորալով չի, որ որպես տղամարդ պետք է կայանաս տան մեջ եւ քեզ ընդունեն որպես տղամարդ։ Կնոջ մոտ էլ երևի նմանատիպ բաներ կա։ Մեզ մոտ էլ ա եղել, հաճախ եղել են վեճեր, շատ տհաճ վեճեր են եղել եւ Փառք Աստծո, որ կարողացանք հաղթահարենք այդ ամեն ինչը, որովհետև այդ բաժանությունները մի մտածի ինչ որ խորը պատմություններ ունեն, հենց այդ անիմաստ վեճերից է սկսվում եւ պարզապես չզիջելու այդ պահն է։ Իրոք մի քանի վայրկյանի թեմա է այդ ամեն ինչը ու գնում են դեպի դրան, որը եթե ընդամենը մեկը լինի այդ պահին, որպես խորհուրդ, որպես մեծ, ասի բոլորը անցնում են 5 տարի դիմացեք ամենակարևորը ես ու աստղը ոնց որ բոլորը սկզբնական շրջանում չէինք խոսում իրար հետ չխոսելը երբ որ դու նեղվում ես պետք է նստես խոսես ու բացատրես ես ինչու եմ քեզ նեղացրել ինչ ինձ դուր չեկավ բա ես չգիտեի այդ ասելու ձևը շատ կարևոր է անես չասես որ հետո հաջորդ օրը չկարողանաս էլ իր աչքերի մեջ նայել այդ ամեն ինչը պետք է խոսես անընդհատ խոսեք այդ խոսելը ավելի ամատեր մասնում։ Իսկ որն էր այն ազդակը, որ 5 տարի հետո նստեցիք ու սկսեցիք խոսել իրար հետ։ Մենք պապան հայրիկս շատ շուտ հեռացավ, հա 10 թվականին 2010 թվականին հեռացավ ու շատ երիտասարդ դե
չունենք կյանքում ես եւ աստղը այնպիսի մի մեծ, որը կարող է մեզ խորհուրդ տալ այն ամեն ինչ հիմա որ ես ասում եմ կարող է հա հիմա մեր հետևորդները լսեն ու իրանց կյանքում ինչ-որ բաներ փոխվի ու ասեն նայ իրանց կյանքում էլ ա եղել ես չունեի ցավոք սրտի բայց ամենակարևորը որ մենք որոշեցինք որ գնանք մասնագետի այս դեպքում հոգեբանի մոտ որովհետև պետք է մեկը վերջի մի բան ասի ու շատ ուրախ եմ որ գնացինք եւ այդ քայլերը եղավ որ մեզ մոտ եղավ փոփոխություններ եւ ես աստղը այդ մարդը մեզ խորհուրդներ էր տալիս խոսում էր մեզ հետ յուրաքանչյուրի սխալը ասում էր ու ամենակարևորը այն ձևով էր ասում որ դու ընդունում ես այտենց է չէ երբ դու գնում ես ինչ-որ մեկի մոտ ասում ես մենակ ես լինեմ ճիշտ այո արդարանալու այդ յուրաքանչյուր ինքնապաշտպանության Սա բարեբախտաբար այդ ամեն ինչ ունեցավ շատ լավ ավարտ եւ դրանից հետո արդեն ես սկսեցի այդ հոգեբանական գրքերը կարդալ, կին տղամարդ հարաբերությունների մասին շատ գրքեր եմ կարդացել, հիմա էլ եմ կարդում ու երբ արդեն դու հասունանում ես այդ փուլին, որ կինդ քեզ վստահում է, այդ արդեն վեճերը արդեն վերանում են, որովհետեւ արդեն անցել ես այդ этаպը։ Շշմալի է։ Երեխաները ինչ փոխեցին ձեր կյանքում։ Ինչ եք սովորում ձեր երեխաներից։ Հետաքրքիր հարց էր։ Երեխաները դե բնությունը ես կարծում եմ այդ ամեն ինչը ստեղծել է, հա, որ ոնց որ զույգերը տեսնում են, սիրահարվում են, շատ երկար այդ ամեն ինչը չպետք է ձգվի արդեն, որովհետև հետո արդեն այդ բաժանություններն է գալիս, հետո պետք է ամուսնանաս, ամուսնանալուց հետո էլ շատ երկար չպետք է այդ վիճակում, հա, ամեն մեկը ամեն մեկ կյանքում մի ձևի է, բայց մենք ընդամենը տարիուկես 2 տարի ենք սպասել, մինչև Մոնթես ծնվեց, Մոնթեն լրիվ նորից որպես տղամարդ ու տղա ինքը լրիվ ուրիշ տեսակի Շուշին շատ աղջնակ ինքը լրիվ աղջնակ ու ամենակարևորը ինչ տվեց այդ 5 տարիների ընթացքում նորից այդ մեր կյանքի փոփոխության ամենահզոր բաներից մեկը դա Մոնթեն էր, որը եկավ ու մեզ կարողացավ նորից sense ամրացնի։ Եթե չլիներ Մոնթեն երկրորդ տարում կամ լիներ 4-րդ տարում, չգիտեմ, կարողա մեր կյանքը ուրիշ ձև դասավորվի։ Մյուս հարցը, որ հարցրեցիր, ինչ եք սովորում երեխաներից։ Օրեր առաջ Մոնթեն դպրոցում ունեցել էր խնդիր, ոնց որ ունենում են բոլոր երեխաները։ Ու այդ թեմայի շուրջ երբ ես սկսեցի իր հետ խոսել ու ասեցի ինքը շատ տաքարյուն է, շուտ է բռնկվում, հա, էմոցիոնալ է։ Ու ասեցի Մոնթե լավ, ինչի է ու հաջորդ օր ինքը գնում, տեսնում է թեման արդեն ավարտված է, ոչ չի բան, ինքը ամբողջ օրը մտածում էր, բա որ գնամ, ինչ են ասելու։ Ասի Մոնթե, տեսար որ ոչ չի բան չկա։ Մի հատ պատասխան տվեց ու միջև օրս ես ասես պապ, դու որ լինեիր իմ տարիքում, բա ինչ էիր անել։ Մենք ցավոք սրտի մեր երեխաներին սարքել ենք, չգիտեմ ինչ, անընդհատ, ինչի, որտեղ, երբ, բա չես տեսնում։ Մի հատ եկեք հետ գնանք, հավատացեք իրանք շատ ավելի մեզանից հասուն են, հա, անընդհատ կարելի է մի մարդու պատկերացրու ես ու դու մի տան մեջ լինենք, ամբողջ օրը մեր վրա խոսեն, լավ դու այդ տանը կապրես, անընդհատ ասեն, մի թող անի, բան չի լինելու, թող ուշանա, բան չի լինելու, բայց որ դու անընդհատ այդ ամեն ինչ ասում ես, այդ նստված կա թողում, որ ինքը չի կարող, որ ինքը թույլ է, բավոր, այդ ստրեսներով մեծանում են ու այսօր մենք Ես կարող եմ ասել մեր կյանքի 70%-ը մեր մանկությունն է։ Մենք 30%-ն է մեր փորձը, մեր առօրյան, այս ամեն ինչը 70% ինչ մեզ փոքր ժամանակ տվել են այդ նստվածքներն է։ Ու շատ դեպքերում այո մենք տառապում ենք այդ նստվածքների ձեռքը։ Այդ էմոցիոնալ վիճակները, հա, այդ կոմպլեքսները, որ մենք այդ ամբողջը մանկությունից է եկել։ Ու երեխաները ես ամեն վայրկյան իրանցից բան եմ սովորում։ Մոնթեն շատ հասուն է, Շուշին հետ իր էմոցիոնալ վիճակները կյանքը ամեն օր վայելում եմ։ Ես ամեն առավոտյան արթնանալուց ամենաառաջինը վազում եմ պատուհանի մոտ, տեսնեմ այսօր ինչի համար պետք է ես օրը սիրեմ։ Անձրևը անձրևի համար եմ սիրում։ Ձյունը ձյան համար։ Մոտենում ենք, ինչ ենք ասում, վա այսօր էլ արևը, վա այսօր էլ ձյունը։ Հա, բա կյանքը տենց է, 4 եղանակ, 365 օր, այդ 365 օրից ընդամենը կարող եմ ասել երևի 65 օրն է, հա, տոն օրեր, ուրախություն, մեր ուզածով, մնացածը ամբողջ այդ առօրյանը, այդ առօրյան պրոբլեմներ, խնդիրներ, վեճեր, նորմալ է սա կյանքը։ Նարվե, ուզում եմ մի քիչ բիզնեսից խոսենք, վստահ եմ, որ բիզնեսում յուրաքանչյուր մարդ ունենում է դասեր, կյանքի դասեր,
որ իրան ավելի հղկում է, ավելի ուժեղացնում է կամ տապալում է, քեզ կյանքը ինչ դասեր է սովորեցրել, հենց բիզնեսի բնագավառումի նկատի ունեմ։ Երբ ես ծելեում էի, բիզնես մտածողության մեջ ավելի էմոցիոնալ էի, բայց ծելեից դուրս գալուց ինքը ինձ ընկնել, վերկենալ, նորից ընկնել, ընկնելու ժամանակ ցավացնել, այդ ամեն ինչը սովորեցրեց եւ պատճառ եղավ ես ավելի հավասարակշռված ու հանգիստ լինեմ, որովհետեւ հասկացա ես ծելեն այդ ամեն ինչը փոքր է, դու սկիզբ ու ավարտ ունի, իսկ բիզնեսում դու շարունակվում է, օրորի ավելի է մեծանում այդ ամեն ինչը ու դու պետք է կարողանաս պայքարես, կանգնել չկա։ Եվ ամենակարևոր բանը, որ ուզում եմ ասել, յուրաքանչյուր մարդու կարող են գցել։ Ոչ ոք չի կարող ասել, որ ես ոչ ոք չի կարող խփի, ես չեմ խփվի, ես միշտ իմ կյանքումս կրում եմ, պարտված չկա դες։ Բայց այն մարդու, որ չկարողացան իր ոտքի կանգնելը դրա դեմ առնեն, այդ մարդը կոչվում է հաջողակ։ Թող գցեն, հա, դա էլ է կյանքի մի մասը։ Բայց ես ոտքի եմ կանգնելու, այն ոտքի կանգնելու ժամանակ ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել։ Բիզնեսը յուրաքանչյուր մարդու համար իհարկե մի ձևի է, հա, մարդը ասում է ես բիզնեսից զզվում եմ, բայց բիզնեսը իմ կյանքում ինձ տվեց հավասարակշռություն ու հանգստություն։ Ես վերջին 5-6 տարիների ընթացքում օր-օր զգում եմ իմ ավելի հանգիստ վիճակը։ Ես շատ ակտիվ անձնավորություն եմ, բայց այդ ակտիվությունը հիմա այդ հավասարակշռությամբ կարողացել եմ համատեղել ու շատ լավ արդյունք եմ դրանց։ Խաղաղություն ա եկել ինձ։ Նայ, այ բիզնեսը կարծես վարում եք դու ու Աստղը միասին, չգիտեմ ով է ավելի շատ որոշումներ կայացնում, մտածում եմ դու, բայց պետք է կողքիդ մարդն էլ չէ, քեզ կարողանա սատարել ու ասել կստացվի։ Բայց մեկ օրինակ ես ինքս շատ ռիսկային անձնավորություն չեմ երբեմն այդ ինչը որ վերաբերում է բիզնեսին, ես միշտ ջրում եմ ապահովություն, տենց մեկ-մեկ իմ կոմֆորտ զոնայից դժվար եմ դուրս գալիս, բայց բիզնեսում դու պիտի քո կոմֆորտ զոնայից կարողանաս դուրս գալ։ Այ Աստղը ունի այդ բիզնես մտածողությունը, այսինքն իր համար էլ է ռիսկը կարևոր մի բան։ Լավ, այսպես ասեմ։ Նախ եւ առաջ բիզնեսում դու կհասնես հաջողության միայն ու միայն քո թիմով։ Ես միշտ ասում եմ, եթե ուզում ես մենակ ինչ-որ բան անես, գնա պաղպաղակ ծախի, շատ լավ ստասի, մի հատ ընդհանրապես սառնարան ես դնում, մենակ կան պաղպաղ։ Այդ ամեն ինչը թիմի շնորհիվ, այդ շատ բան է, էգոիստ պետք է լինես, ասես ես չկա, ես, մենք ենք, սա մենք։ Իսկ ամենակարևորը ոչ թե Աստղի վրա ֆիքսվեմ, հենց այդ մենքի մեջ շատ դեպքերում բոլորը ասում են չի լինում։ Ու դու ես միակը, որ ասում ես գնացինք։ Всё։ Բոլորը ուզում են լսեն այդ գնացինքը ու հավատան։ Ու այդ ճանապարհին լիքը մարդ կանգնում է, հոգնում է, ասում է սուր բերեցիր մեզ, ծարավենք, էս ինչ պայմաններ է։ Ու մենակ ես։ Սովորել եմ, որ պետք է մենակ լինեմ։ Ոչ մեկի աջակցությունը չեմ ուզում, ոչ մեկի լավ խոսքերը չեմ ուզում։ Ես մենակ ու մենակ իմ ներքին երեխայի հետ եմ անընդհատ խոսում։ Իր հետ եմ խոսում ու անդադ իրան ասում եմ հալալա քեզ գնա, այ որ իրան ասում եմ, այ այդ որ ինձ տալիս է հույս ու հավատ, ուրիշ ոչ ոք։ Վերջին ժամանակահատվածում սկսել եմ ամսվա մեջ գոնե 1 օր տալ ինձ, որ ես մենակ եմ, ոչ ոք չկա։ Ու գնում եմ բնության գիրք, ես շատ եմ սիրում բնություն։ Ու այդտեղ ապրում եմ ես, վայելում եմ ես ու իմ երեխայիս հետ կիսվում եմ ու ասում եմ, որ հիշում ես փոքր ժամանակ ինչեր է Իրանը։ Ֆանտաստիկ արեք, էդի հեքիաթ է։ Ուր ուզում ես, կաֆեում ես քեզ լավ զգում, գնա կաֆե, թատրոնում, ու այդ քո երեխան քեզ այն շատ բան չի ուզում, ընդհանրապես կարող է մի բաժակ սուրճ ուզի, ասում է նստի հետս խոսի։ Մենակ գնա մի պատի տակ, մի բաժակ սուրճ վերցի, խոսատես ինչ է ուզում, ինչի է նեղված։ Ու ես այդ ինձ տալիս է նորից խաղաղություն, շատ լավն է։ Այնպես որ հարցիդ պատասխանը բիզնեսում իմ կարծիքով բոլորը ասում են չի լինում, բոլորը ասում են էս ինչ վիճակ է, դու պետք է ինքդ քեզ հավատաս ու վերջում
բոլորը ասում են, որ էս ինչ արեցիր։ Շատ դեպքերում է չեն ասում են մենք ենք, դա էլ կարևոր չի։ Մեր սրտի տանիքներովը ունի հրաշալի ընկեր, խոսքը Ամիոբանկի մասին է, ու հատկապես Visa Platinum քարտի։ Ես տեսել եմ, որ դու աստղից շատ եք սիրում ճամփորդել, ես ինքս էլ եմ սիրում ճամփորդել, ու հատկապես այս քարտով ճամփորդությունը ավելի հեշտ ու հաճելի է դառնում։ Հիմա կպատմեմ ինչու, բայց մինչ այդ Ամիոն ուզում է քեզ հարցնել, առանց ընկերոջ, շարունակիր։ Առանց ընկերոջ։ Կյանքը մի տեսակ տխուր։ Ահա։ Ընկերոջդ հետ միջև ուր։ Գնանք կհասկանանք։ Եվ լավագույն ընկերդ։ Այս դեպքում տղաս։ Իրականում զուր չեմ հարցնում քեզ ընկերության հետ կապված, որովհետև Ամիոն էլ հիանալի ընկեր է դառնում, ու ահա քեզ հանձնում եմ այս Visa Platinum քարտը, ու ասեմ, որ գնացի օդանավակայան, չէ, ձեր ճամպրուկները միանգամից անվճար փաթեթավորում են։ Այն հերթերին էլ չեք սպասում։ Հետո գնում եք սիրուն բիզնես սրահից թորիներ եք անում, որովհետև քանի որ ունեք այս քարտը, բիզնես սրահից անվճար օգտվում ես։ Հետո Աստված մի արասը, օրինակ թռիչքդ ուշացրեցին, չէ, որը ժամանակ անց պարտավոր են քեզ գումարի տեսքով կոմպենսացնել, որովհետև դու ունես այս քարտը։ Ընտիր, շնորհակալ եմ։ Նարբե, այ ասացիր, որ հայրիկիդ վաղ ես կորցրել ու պատրաստ չէիր։ Երբ որ մենք գիտենք, որ հիվանդություն կա կամ արդեն մեծ տարիքում է, չնայած ծնողի կորուստը դա միշտ անսպասելի է ու միշտ անդառնալի է։ Հասցրել էիր այն ամենը ասեիր, ինչ որ ուզում էիր։ Ինչ պատճառներով, որը չեմ ուզում ասել, ես հայրիկիս հետ վերջին ժամանակահատվածում ցավոք սրտի չէի խոսում ու չէինք շփվում մենք։ Դե շփվել ասելով հեռախոսակապն էր միայն։ 2010 թվական դեկտեմբերի 10, որը ինձ զանգեցին ու ասեցին, որ պապատ էլ չկա։ Առավոտյան ժամը 9-ին 10 պակաս ու ես պետք է նկարանման գնայի այդ օրը։ Ես մորս ձայնն էի հիշում, որ ասում էր, որ քրոջս գոռոցը, որ հեռախոս ես վերցրեցի ու միջև օրս այս ռեֆլեքսը կա, ես երբ հեռախոս եմ վերցնում, այդ միջև դիմացինի ալո ասելու ձայնը լսել ինձ մոտ ռեֆլեքսա, կարող է էլ ինչ-որ մի բան, ու անցել արդեն 16 տարի։ Ես հիշում եմ մենակ մի բան ասի, խնդրում եմ բժիշկ կանչեք, զանգեք, ասեց էլ ուշ է, որովհետև ինքը ինսուլտ էր տարել, հա, ու ամբողջ ձախ կոմը տենց կապտած վիճակ էր, գիշերը քնած ժամանակ էր եղել, երբ հիվանդություն կա, դու ոնց որ սպասում ես, իհարկե դա էլ է հեքիաթ, ծնողը որ տարիքում, իր ձևի ուզում ալինի, ահա որ է, հետի ծնգներով ընկնում ես դու, ու կարող է օրվա ընթացքում դու մի վայրկյան, մի ժամ կամ օրվա ընթացքում չհիշես, բայց չես մոռանում, դա միշտ քեզ հետ է, դա կախված է քո մոտ։ Ու ես միշտ առավոտյան որ արթնանում եմ կամ օրվա ընթացքում զգում եմ երեք գիշեր երազում տեսել եմ իրան։ Այդ միշտ կա ու ցավոք սրտի վերջին ժամանակահատվածում չէի խոսում։ Եթե ինչ-որ մարդիկ լսում են ու նույն կարգավիճակում են, խորհուրդ կտամ մի արեք, որովհետև չգիտես կյանքը, հա, ինչ է լինելու, ավելի լավ է այս կյանքը ապրենք, վիճելու, նեղվելու համար դրանց համար ժամանակ չկա, շատ երկար չի մնացել, կյանքը շատ կարճ է։ Ես միշտ ասում եմ մի ասեք, հələ 40 տարեկան եմ, 40 տարի էլ կապրեմ, ասա ընդամենը 40 ձմեռ է մնացել, վերջ։ 40 տարի չէ, տարին մտածում է շատ երկար ժամանակահատված, ընդամենը 40 ձմեռ, բայց
Դե չի տենց էլ սпасել այդ մի օրվան, դու պետք է ապրես այդ ընթացքում, դու ընդամենը մի անգամ ես մահանում, բայց երկար ապրելու ես։ Վայելի այդ օրերը, հեքիաթ սարքի քեզ համար, պատմելու համար, ինչ որ բաներ ստեղծի քեզ համար, որ 10 տարի հետո պատմես, ասես ես այս տարիքում ապրել եմ այսպես։ Այ դուք առանց երեխաների ժամանակ նկատել եմ, որ անցկացնում եք, այսինքն ճամփորդում եք։ Դա հարաբերությունները ավելի ամրացնելու ու միայն երկուսով լինելու համար է։ Ոնց ասեցի, դու մենակ պետք է լինես եւ քո ներքին երեխայի հետ շփվես, այդպես էլ քո կնոջ հետ։ Երեխաների հետ երբ լինում ես, ուզած երկում գնում այդ ամբողջ էներգիան դեպի երեխաներ։ Ոչ դու ես կնոջդ վայելում, ոչ կինդ քեզ։ Լավ, բայց հեքիաթը ոնց անես։ Այդ բաժակները որ լսնես, ինչ որ մի բան դնես, սկսես խոսել, այդ շղկոցը, այդ երեխեքը որ անում են, չես կարող այդ ամեն ինչ անել, իրանք Մի քիչ ուրիշ է։ մեր երեխեքն էլ գերակտիվ են, իրանց հետ հնարավոր չի, այդ իսկ պատճառով պարտադիր չի գնաց ճանապարհության։ Ես միշտ ասում եմ, ֆինանսը չի որ պետք է քեզ անպայման ծախսես, որ մոտիկացնի, զգաց դիմացինի ցավի ինչումն է, կնոջդ պետք է լսես, ամուսնուդ պետք է լսես, պետք է խոսես, պետք է հասկանաս ինչ եք ուզում իրարից ու այդ լսելը շատ հաճելի է։ Շատ դեպքերում գնում են խոսելու, ասում են, հենց սկսում է խոսել կինը կամ ամուսինը միանգամից սկսում են, բայց դու հասկանում ես, տես չի, հա, բայց եթե այդ պետք է ասեիր, ավելի լավ է չխոսեիր։ Այդ խոսել էլ զրույց չի լինի։ Մեկ է հասկանաս իրա ցավը ինչու՞մն է։ Դիալոգ չի։ Ինքան հեշտ է այդ ամեն ինչի կոնտրոլ անելը։ Լսի հասկացի ցավը ինչու՞մն է, ինչի մասին է խոսում։ Ու դու քեզ ուժեղ ես զգում, որ կարողանում ես հետո այդ ամեն ինչը վերահսկես։ Վերևից այդ տեխնիկներին ոնց են այսպես։ Այդպես պետք է կարողանաս այդ ամեն ինչը կոնտրոլ անես։ Իսկ ինչ վերաբերում է, հա, ես ընդհանրապես ճանապարհություն հետը չլինի, քայլելը, փողոցով քայլել, վերջին անգամ երբ ես քայլել, ներկայացում երբ ես գնացել, վերջին անգամ երբ ես գրկել, վերջին անգամ երբ ես կարոտել, այդ ամբողջ հարցերը պետք է օրվա ընթացքում քեզ տաս ու կյանք ավելի հետաքրքիր է դառնում։ Նոր ասում էի, Նարբե, ինչու վաճառեցիք ձեր սիրուն սեփական տունը, որտեղ մարդիկ միշտ ուզում են սեփական տուն։ Հիմա բնակարանում եք ապրում, բայց նոր խոսում ենք, որ կարող է ապագայում էլի վերադառնաք սեփական տան։ Հիմա մենք ունենք էլի հրաշալի ընկեր, խոսքը Կտուր Կետեյամի մասին է։ Ուրեմն, եթե իրենք փոխարինում են քո տանիքը կամ վերանորոգում են քո տանիքը, դու նվեր ես տանում օթորակիչ։ Ընտիրա, չէ, այսինքն համ տանիքը տանոր, համ էլ տանուն ես օթորակիչ ու կունենաս այն ջերմաստիճանը առհասարակ մոտենում ամառը, որը որ կցանկանաս։ Ջերմամեկուսացման հարցը այսպես թե այնպես արդեն լուծում է, տանիքդ կա, օթորակիչդ կա, մնում է հիշես Կտուր Կետեյամին ու երբ որ տունդ սեփական կառուցես, տանիքը կվերցնես իրենցից։ Խոսք եմ տալիս շատ վստահելի են։ Զանգահարում ես 8128 Կտուր Կետեյամ ու իրենք շատ բարեհամբույր են ու մեծ սիրով վստահ եմ, որ ձեր տանիքը կապահովեն։ Եվ կարծում եմ, որ դու մեր տուն որ հյուր գաս, արդեն պատրաժամանակ, արդեն քեզ ցույց կտամ ու կասեմ, հիշում ես մենք խոսում էինք Ես մասին։ Նարբե, ես գինի շատ եմ սիրում, հատկապես ֆրունզիկը, ու ոչ միայն նրա համար, որ մենք տանիքում վայելում ենք ֆրունզիկ, իդեպ Պրոշյանի կոնյակի գործարանի կողմից սիրով պատրաստված, այ հենց ֆրունզիկը ես իր թատրոնում եմ իրանը շատ եմ սիրում ու ինքը ինձ համար մեր անգերազանցելի արտիստներից մեկն է։ Ճիշտ է։ Սիրում ես իրեն։ Հեքիաթ։ Երբ այդ կինոները նայում եմ, մենք մի դասախոս ունեինք, որ ասում էր, որ կինոն հին ու նոր չունի, լավ ու վատ ունի։ Չեն ասում հին կինոյա թե նոր։ Ու երբ այդ կինոները նայում եմ, հեքիաթ է, ամեն մի կինոյի մեջ նոր խառակցեր, նոր տրամադրություն, նոր տեսակ ու վեհություն ես էլի զգում այդտեղ, ինչ խորը բան կա։ Շշմելը։ Այո։ Գնացինք։ Երևում է վարպետս ճիշտ չափը պահելով։ Մի օր մեր ռեժիսոր Մոսան ինձ ուղարկում է դասեր։ Միանգամից հասկացա վրիպումս որն էր։ Ես առաջ գինին այսքան էի լցնում։ Մոսոնա։ Մոս ինձ սովորեցրեց թե առհասարակ պես արդեն օթահարում եմ, որտեվ գիտեմ, որ կարմիր գինին պետք է օթահարել, չէ՞ Մոս։
Հաճելի է, չէ։ Շատ։ Ես գինին սիրում եմ միայն ու միայն դառը։ Ահա։ Կիսավ քաղցր տես գիններ չեմ սիրում, բայց դառը որ լինում է վրի ուրիշ է։ Իսկ ավելի շատ կարմիր գինի ես սիրում, թե սպիտակ։ Կարմիր։ Շատ լավ, ուրեմն փաստորեն ճիշտ էին կռահել, որ քեզ կարմիրն են հյուրասիրում, որտեղ իրենք ունեն եւ ռոզան եւ սպիտակը։ Հիմա խնդրում եմ ասա, ստաբիլություն թե ազատություն։ Եվեն։ Վերջին անգամ երբ ես լաց եղել։ Հուզվելը քիչ առաջ, հա։ Լացը չեմ հիշում, բայց լինում է որ հուզվում եմ։ Վերջին անգամ ում ես ասել ես քեզ շատ եմ սիրում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Կարծում եմ 2 օր առաջ Մոնթեին եմ ասել տղայիս, հա։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Մեջքից հարված էլ չեմ կարողանում։ Թեկուզ եթե ինձ վատություն են անում, թեկուզ եթե խափում են, չեմ կարողանում, այտենց ինձ ավելի շատ եմ տանջում։ Ինչն է, որ երբեք չես ների։ Դարձը հաճախ եմ լսում, ու չգիտեմ էլ պատասխանները, որ լսում եմ այդպես եմ, կյանքի այնպիսի բանա, որ երբեք մի ասա, երբեք հնա, չէ, այնպիսի բաներ ա լինում, որ ասում ես չեմ ների, բայց հետո տեսնում ես կյանքը փոխում ա քո առջև ու դու պարտավոր ես ներել, որովհետև ուրիշ երկ չկա։ Տհաճ երևույթները կյանքում շատ են, էլի, հիմա ասում ես դավաճանություն, բայց մեկ-մեկ տեսնում ես ոչ դավաճանություն, միայն ու միայն դավաճանություն չի, այնպիսի բաներ են լինում, որ էլի չես կարողանում ներես։ Չգիտեմ, այդ հարցին չեմ կարողանում պատասխանել։ Ասում որ հանդիպես ինչ կասես։ Շնորհակալ եմ, լավ ամեն ինչ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ այս շատ հաճելի զրույցի համար, այս շատ անկեղծ զրույցի համար, ինձ թվում է նաև շատ անհրաժեշտ զրույցի համար, շատ սիրում եմ քեզ ու Աստղիկին, ուզում եմ, որ այդ գեղեցիկ օրինակը, որ կա միշտ լինի, Աստված պահապան ձեր սիրուն ընտանիքը, ուզում եմ, որ տանիքից միասին բարձր գոռանք։ Հաղորդման գործընկերն է Պրոշյանի կոնյակի գործարանը։ Կտուր KTM-ը։ Ամիո բանկը։ Մուսա Production։ Սրտի տանիքներով։